Դատարանը ղեկավարվել է Հայաստանի Դատարանը ողջերս կգտնվի եւ 360 Մենք մեր իրավունքները ունենք, մեր Իրական իրավունք Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակային հաղորդումը լրատվական ռադիոյի եթերում։ Բարև բոլորին, եթերում իրական իրավունք հաղորդաշարն է եւ ձեզ հետ է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Ինչպես գիտեք, այս օրերին մենք այլ թեմա չունենք, քան ուղղակի անդրադառնալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին, դրա հետևանքներին եւ յուրաքանչյուրս մեր տեղում մեր դերն ունենալով յուրաքանչյուրս մեր մասնագիտական կարողությունների շրջանակներում փորձում ենք մեր գործը անել պատշաճ եւ փորձում ենք աջակցել մեր բանակի իրականացած գործողություններին, մեր դիվանագետների իրականացած գործողություններին, իսկ մենք քաղաքական գործիչներս եւ քաղաքական եւ դիվանագիտական հարթակներում փորձում ենք ամեն ինչ անել, որ Ադրբեջանի գործողությունները բոլոր միջազգային հարթակներում դատապարտվեն եւ որակավորվեն որպես ռազմական հանցագործություններ։ Նախ ես կցանկանայի օգտվելով առիթից ցավակցել մեր նահատակ հերոսների ընտանիքներին, նրանց հարազատներին ու ընկերներին եւ նաեւ առողջություն մաղթել մեր վիրավորներին, որոնք այս պահին տարբեր մեր հիվանդանոցներում եւ հոսպիտալներում բուժում են անցնում, շուտապույտ ապակինում եւ պետք է ասեմ, որ բոլորս հպարտ ենք նրանց իրականացած հերոսական սխրանքների եւ ռազմական գործողությունների համար։ Պետք է ասեմ, որ արդեն մի քանի օր է ես բարձրաձայնում եմ, որ Ադրբեջանը թույլ է տվել ռազմական հանցագործություններ եւ քանի որ մեր հաղորդումը իրավական հաղորդում է, իրական իրավունքի շրջանակներում մենք խոսենք հենց դրա մասին։ Տեսեք, ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ շփման գծի ամբողջ տարածքով մեկ իրականացրել է լայնամասշտաբ հարձակում եւ որի ընթացքում թույլ է տվել պատերազմի կանոնների եւ միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների խախտումներ։ Հիմա մեր գործը բավականին այն մասով, որ պետք է որակվի Ադրբեջանի գործողությունները ագրեսոր եւ պետք է որակվի որպես ռազմական հանցագործություններ, մեր գործը շատ հեշտ է սարվում, որտեղ բոլոր հատկանիշները առկա են, փաստերը կան եւ նաեւ պետք է ասեմ, որ ցավով, բայց փաստերի մի մասը նաեւ մամուլում կան, որովհետեւ մեր ԶԼՄ-ները նաեւ փորձ են արել դա ներկայացնել միջազգային հանրությանը, ինչը մի կողմից լավ է, մի կողմից վատ է, որ նշված մեր զոհերի հարազատները կարող են տեսնել այդ նկարները, կոնկրետ ծեր տատիկի, ծեր տղամարդու եւ մյուս տատիկի նկարները, ամեն դեպքում միջազգային մամուլը հեղեղված է այդ լուսանկարներով, փաստերով, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ կերպ չեն կարողացել զսպել իրենց ցանկությունը եւ ատելության քարոզի կուլմինացիան բերել է նրան, որ ոչ միայն պատերազմական ագրեսոր գործողություն է իրականացրել, այլ նաեւ ռազմական հանցագործություններ, ինչը նշանակում է, որ հարձակումներ խաղաղ բնակչության վրա, խոշտանգումներ խաղաղ բնակչության ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր հայտնվել են այն տարածքներում, որտեղ որ նրանք մի քանի ժամով կամ մի քանի օրով տիրապետել են եւ նաեւ սպանություններ, բռնություններ, անդամահատումներ, ինչը ըստ էության ամբողջությամբ համապատասխանում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման եղած պրակտիկային, արգելված գործողություններ են սրանք, նաև կիրառվել է այնպիսի զինատեսակներ, որոնք որ ըստ էության արգելված է խաղաղ բնակչության դեմ կիրառել, սա նույնպես փաստաթղթավորվում է։ Այս պահին պետք է տեղեկացնեմ ձեզ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն համագործակցելով Լեռնային Ղարաբաղի քննչական կոմիտեի քննչական մարմինների, գլխավոր դատախազությունը հարուցված է քրեական գործ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանն է Հայաստանի Հանրապետության գտնվում ԼՂՀ-ում, նաև համագործակցելով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, այդ ամենը փաստաթղթավորում են, ներկայացնում փաստերը միջազգային տարբեր իրավապաշտպան կառույցների, իրականացնում վերլուծություններ, որպեսզի մենք կարողանանք մի մեծ գործ պատրաստել պատերազմական հանցագործ
Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ եւ վաղ թե ուշ նրանց կանգնեցնել միջազգային քրեական արդարադատության առջև։ Գիտեք, իրականում դա շատ բարդ գործընթաց է, բայց այն պետք է սկսել եւ այն սկսել ենք մենք։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ կան թերահավատ մարդիկ ասում են, որ գիտեք, երկար ժամանակ կանցնի, ուշ է, դա չի սփոփի մեր զոհերի ընտանիքներին, այո, որևէ բան չի սփոփի մեր զոհերի ընտանիքներին, բացի այն, որ նրանք հերոսներ են, բացի այն, որ նրանք պաշտպանել են մեր տներն ու մեր հողը, եւ մյուս կողմից, սակայն, մենք չպիտի հանդուրժենք այն գործողությունները, որոնք իրականացվել են եւ բոլոր մակարդակներում դրանց հակահարված տանք։ Տեսեք, դիվանագետները դիվանագիտությամբ են զբաղված, իրականացնում են գործողություններ դիվանագիտական տարբեր հարթակներում, քաղաքական գործիչները իրենց գործընկերների հետ տարբեր միջազգային հարթություններում, ատյաններում ներկայացնում են եղելությունը, որ միջազգային ատյաններին խաբեությամբ չգցեն ինչ-որ մոլորության մեջ ներկայացնելով, որ իբր թե մենք ենք պրովոկացիա արել կամ մենք ենք հարձակվել կամ մենք ենք ինչ-որ հանցագործություններ արել, որովհետև Ադրբեջանը միշտ ինֆորմացիոն պատերազմներում փորձում է նման տեղեկություններ տարածել, օրինակ այնտեղ օգտագործվում են ուկրաինական Դոնբասի պատերազմական գործողություններից նկարներ, զոհերի նկարներ, խաղաբնակչության նկարներ, որոնք որ արդեն մեր կողմից հայտնաբերվել, իդենտիֆիկացվել եւ ցույց է տրվել, որ սա ըստ էության խաբեություն է եւ այս մասշտաբով ներկայացվում է։ Տեսեք, նաեւ ես ցանկանում եմ շեշտադրում անել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունները արևմտյան աշխարհում հայտնի են որպես դիկտատորական մի ընտանիք, որը որ արդեն 36 տարի է իշխանության է ըստ էության եւ նրանք վերջին տարիներին ուղղակի թույլ են տվել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, այնտեղ կան հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ, իրավապաշտպաններ կան տարբեր բանտերում փակված լրագրողներ եւ բազմաթիվ իրավապաշտպաններ, լրագրողներ եւ քաղաքական գործիչներ ուղղակի երկիրը լքել են խուսափելով այն քրեական հետապնդումից, որը որ գոյություն ունի այդ երկրում։ Տարբեր շինձու մեղադրանքներով ուղղակի ճնշում են ազատ խոսքը, այն մարդկանց, ովքեր կարող են բարձրաձայնել եւ նաեւ կարծում եմ անակնկալ ձերբակալումը հայտնի լրագրողներին եւ իրավապաշտպաններին այս գործողություններից առաջ, սա նույնպես խոսում է նրա մասին, որ նրանք փորձել են փակել վերջին եղած ազատ խոսքի նշույլները, որ ադրբեջանական հասարակության մեջ որևէ քննարկում չլինի առայն, որ այսինչ է կանում, այսինչ հարձակում է, այսինչ զոհեր ենք մենք տալիս այս պատճառով եւ այլն եւ այլն։ Եվ պետք է նշեմ, որ այնտեղ զոհերի թիվը լրջորեն սխալ է ներկայացվում, գրեթե մի քանի տասնյակ անգամ սխալ է ներկայացվում եւ սա նույնպես խոսում է նրա մասին, որ այնտեղ որևէ հարգանք, որևէ բան չկա իրենց ունեցած զոհերի եւ կորուստների հետ կապված եւ այն բոլոր եղած տերմինոլոգիային, որ կա Ադրբեջանի իշխանությունների հետ կապված, հա մարդու իրավունքները ոտնահարող, քաղաքաբանտարկյալներ ունեցող, դիկտատորական իշխանություններ, այդ ամենին այս օրերին գումարվում է եւ պետք է գումարվի ռազմական հանցագործներ տերմին է եւ պետք է մի օր նրանք կանգնեն միջազգային քրեական արդարադատության առջև, սա ինչու եմ ասում, որովհետև ժամանակին ես երեք Facebook-ում սրա մասին գրառում էի արել, որովհետև ժամանակին Պինոչետը որևէ կերպ չէր կարող Չիլի առաջնորդը որևէ կերպ չէր կարող ենթադրել, կանխատեսել, մտածել, հա, որ մի օր կարող է ինքը կանգնել միջազգային քրեական արդարադատության առջև եւ մի օր կարող է օրծերության ուղակի Լոնդոնում նա ձերբակալվի, կալանավորվի եւ քրեական հետապնդման սուբյեկտ դառնա մարդու իրավունքների զանգվածային խախտումների համար, որը նա թույլ է տվել Չիլիում եւ այդ տարածքներում։ Այս առումով որևէ պատրանք չկա, մի օր բնականաբար ադրբեջանական գեներալներ, հրամանատարներ, իշխանության ներկայացուցիչներ, Ալիևի ընտանիքի անդամներ կանգնելու են այդ արդարադատության առջև։ Ինչպես որ օրինակ նույն Մուամմար Կադաֆի տղան ձերբակալվեց եւ էլի նրա ընտանիքի անդամներ, որոնք որ էլի մեղադրվում էին տարբեր տեսակի հանցագործությունների իրականացման մեջ, որոնք որ իրականացրել էին Լիբիայի տարածքում ազգային փոքրամասնությունների եւ իրենց իսկ ժողովրդի նկատմամբ։ Այս առումով շատ կարեւոր է, որ այդ գործը, այդ փաստերը հիմա պատրաստվեն, եւ ես արդեն նշեցի, որ երկու ուղղություններով է պատրաստվում դա,
ագրեսորի հատկանիշներով մեղադրանք ներկայացնելու առումով, որովհետև տեսեք նրանք փաստարկում են, որ մենք մեր տարածքում ենք գործողություններ իրականացնում, այսինքն միջազգայինորեն ճանաչված իրենց հողերում գործողություններ իրականացնում եւ այստեղ ագրեսոր չի կարող ձևակերպվել, մեղադրանքը, բայց կա միջազգային պրակտիկա, կան համապատասխան միջազգային փաստաթղթեր, նախադեպային իրավունքը եւ միջազգային սովորութային իրավունքը խոսում է այն մասին, որ միանշանակ կարող է ագրեսորի պիտակը փակցվել նրանց վրա եւ պատասխանատվության կանչվել այն առումով, որ իրականում տեղի է ունեցել ռազմական ագրեսիա։ Դրան գումարած ռազմական հանցագործությունների համար նույնպես պատասխանատվություն կա եւ ես այս օրերին բարձրաձայնել եմ սրա մասին։ Ես հասկանում եմ, որ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն հանդիսանում Հաագայի միջազգային քրեական դատարանի անդամ, որովհետև մենք չենք վավերացրել Ռոմի փաստաթուղթը, կանոնադրությունը դատարանի, սակայն մյուս կողմից մենք գիտենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է դիմել դատարանին եւ դա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի գործ բացվի եւ սկսի քննվել այս գործը, անկախ այն հանգամանքից, թե այդ անձին հանդիսանում են այն պետության քաղաքացիներ, որը որ վավերացրել է Ռոմի պայմանագիրը, թե չի վավերացրել։ Այս առումով մյուս կողմից նաև պետք է միամիտ չլինել եւ չկարծել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը անպայման կդիմի, եթե մենք դիմենք, բայց ես մի հանգամանքի վրա եմ ցանկանում կենտրոնանալ, որ միայն այն փաստը, որ մենք ներկայացնենք գործը իր բոլոր ապացույցներով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ եւ պահանջենք, որ նրանք դիմեն Հաագայի դատարան, միայն այդ քննարկումը, որովհետեւ որպեսզի մերժեն մեզ, պետք է քննարկեն այդ փաստերը, պետք է քննության առարկա դարձնեն, քննեն անվտանգության խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչները եւ միայն այդ քննարկումը, այդ փաստերի վերհանումը կարող է բերել նրան, որ միջազգային հանրությունը ամբողջությամբ տիրապետի այս տեղեկատվությանը եւ բոլորի աչքին Ադրբեջանը համարվի որպես ռազմական հանցագործ, ագրեսոր պետություն իր բոլոր հետևանքներով եւ անգամ եթե նրանք չդիմեն միջազգային քրեական դատարան, ապա զուտ այդ քննարկումը արդեն մեծ աշխատանք է, որ մենք կարող ենք հաշվել, որ կատարել ենք։ Ինչու եմ սա ասում, որովհետև դրանից հետո կարող են հետևել միջազգային սանկցիաներ, թիրախավորված սանկցիաներ ուղղված Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, եւ գիտեք, այդ սանկցիաները շատ ցավոտ են, շատ արդյունավետ են գործում եւ օրինակները բազմաթիվ են մեր տարածաշրջանում, որ նման սանկցիաներ գործել են եւ ինչ արդյունքներ են տրվել։ Եվ այս առումով նաև պետք է ասեմ, որ մենք կուսակցությունով Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարությունով դիմել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին, ԵԱԿ նախագահին, ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպական միության պարլամենտի նախագահին, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահին, Եվրոպական միության պրեզիդենտին, ԱՄՆ կոնգրես, ԱՄՆ սենատ, պահանջելով կիրառել թիրախավորված սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ եւ պահանջելով, որ այդ սանկցիաները կիրառվեն հենց այն հիմքերով, որ ես արդեն այստեղ ներկայացրեցի, կապված ռազմական հանցագործությունների եւ ագրեսիայի, իրականացված ագրեսիայի հետ։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մի կողմից մենք ասում ենք, որ այո, մեր հույսը մեր բանակն է եւ այդպես էլ կա, մենք որևէ երրորդ պետության, միջազգային կազմակերպության վրա հույս չենք դնում մեզ պաշտպանելու, մեր խնդիրները լուծելու առումով, բայց շատ կարևոր է, որ միջազգային հարթակներում մենք այս աշխատանքը տանենք, այսինքն բանակը պետք է իր գործով զբաղվի, թիկունքում եղած մենք քաղաքացիներս պետք է մեր գործերով զբաղվենք եւ լինենք իրապես այն թիկունքը բանակի համար, որը որ կտա նաեւ վստահություն, ռազմական ոգին կամրապնդի եւ մենք գործողություններում բնականաբար կունենանք հաղթանակներ, ինչը որ այս օրերին մեր բանակը ցույց տվեց։ Իրականում Ադրբեջանը փորձել է արագ Blitzkrieg տերմինով կոչվող պատերազմի միջոցով հասնել շատ լուրջ արդյունքների, ինչ նստեյության չի ստացվել, ամբողջ պլանը նրանց ձախողվել է եւ հիմա նրանք Blitzkrieg-ը ձախողած ներքաշվել են պատերազմական գործողությունների մեջ, որտեղ նրանք ունենում են շատ լուրջ, շատ մեծ ռազմական կորուստներ, ինչը ըստ էության մի օր կարծում եմ Ադրբեջանի հասարակությունը չի ներելու հենց Ադրբեջանի իշխանություններին։ Ինչու է սա նաև կարևոր եւ փորձել ճեղքել եւ պառակտում մտցնել ադրբեջանական հասարակության մեջ, որովհետեւ այդ հիմքերը Ադրբեջանում կան։ Ադրբեջանում հասարակությունը
հասարակությունը այդպես միավորված չէ, ինչպես մեզ մոտ է, չնայած Ալիևի ռեժիմը փորձել է հենց այս խնդիրը լուծել, այսինքն նա տեսնելով, որ նավթադոլարները պակասում են, նավթի գնի անկման հետ կապված լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ ընկնելով, դրան գումարած մարդու իրավունքների եւ քաղաքական բանտարկյալների հետ կապված լրջագույն խնդիրներ ունի եւ առերեսվում է միջազգային տարբեր հարթակներում եւ այս խնդիրների ամբողջությունը բերել է նրան, որ նա փորձել է գոնե պատերազմի դաշտում ինչ-որ փոքր հաղթանակ ունենալ, որ իր հասարակությանը համախմբի եւ կարողանա իր ունեցած ռեժիմը վերարտադրի։ Դրան գումարած նաեւ այս օրերին գիտեք Պանամայում մի ամբողջ հսկայածավալ փաստաթղթեր են բացվել եւ ԶԼՄ-ների համար են բացվել ուսումնասիրության առարկա են դարձել, որտեղից երևում է, որ մի շարք երկրներում ապրող պաշտոնատար անձինք, նախագահներ, հայտնի դեմքեր, օֆշորային տարբեր ընկերությունների միջոցով զբաղվել են փողերի լվացմամբ, իրենց երկրից ռեսուրսները դուրս են հանել եւ խուսափել են հարկային պարտավորությունից, այդ թվում նաեւ կոռուպցիոն մեծ սկանդալ է սա ըստ էության եւ այդ հարցերը ադրբեջանական հասարակությունը նաեւ պետք է տա իրենց ղեկավարությանը, որովհետեւ դա ուղղակի թալանված գումարներ է ադրբեջանական ժողովրդից եւ պատկերացրեք ժողովրդին ուղղակի մատնել են սովի, որովհետեւ իրականում ժողովուրդը շատ վատ է ապրում այնտեղ եւ դրա արդյունքում փորձում են ինչ որ արագ պատերազմի միջոցով լրացնել եղած ներքին խնդիրների բացերը, ինչը չի ստացվել եւ բնականաբար ներքին խնդիրները գնալով սրվելու են եւ չի բացառվում, որ Ադրբեջանում նաեւ սկսվեն ներքին բախումներ, իրավիճակի սրացում, նաեւ ներքաղաքական իրավիճակի մասով նկատի ունեմ, ինչու որովհետեւ որևէ մեկը չի ներելու Ադրբեջանի իշխանություններին այս հարյուրավոր զոհերի համար, որովհետեւ իրականում այդ գործողությունների արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել եւ եթե այսօր եղած հրադադարի ռեժիմը չպահպանվի, դրանք ուղղակի կրկնապատկվելու են, որտեղ այն պահին, որ նրանք հարձակվել են, միգուցե մեզ համար անակնկալ է եղել, բայց հիմա անակնկալի էֆեկտը վերացել է եւ հիմա մենք որևէ կերպ չենք կարող անակնկալի տրվել եւ բոլոր տեսակի կիսաքայլերն անգամ 10 քայլ առաջ պատասխան են ստանալու հայկական զինված ուժերի կողմից։ Սա միանշանակ է։ Մյուս կողմից ես նաև ցանկանում եմ էլի խոսել թիկունքի մասին, առայն որ տեսեք իրավաբաններն իրենց գործն են անում, դիվանագետներն իրենց գործն են անում, քաղաքական գործիչներն իրենց գործն են անում, իսկ մենք քաղաքացիներս փորձում ենք աջակցել մեր զինված ուժերին, ազատամարտիկներին, որոնք այս օրերին կամավոր մեկնում են իրենց ջոկատներով առաջին գիծ եւ փորձում ենք դրամավակ կազմակերպել, ինչ որ նաեւ աջակցել սնունդով, հագուստով եւ ինչով որ կարող ենք ուղարկել սահման, բայց ինձ մոտ կա մի այնպիսի տպավորություն, որ մենք հնարավոր է, որ մի քիչ ավելի շատ ուշադրություն չենք դարձնում մեր ունեցած զոհերի ընտանիքներին։ Եվ ես ցանկանում եմ բոլորին կոչ անել կենտրոնանալ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեր հերոս նահատակների ընտանիքներին աջակցելու վրա, նրանց կողքին կանգնելու վրա, մասնակցելու հոգեհանգստի արարողություններին, զինվորական կարգով թաղման արարողություններին եւ լինելու նրանց ընտանիքների կողքին, ինչը այս օրերին շատ կարեւոր է։ Տեսեք, մենք բոլորս կենտրոնացել ենք սահմանի վրա, սահման գնալու վրա, սահման ինչ-որ բաներ ուղարկելու վրա, բայց պետք չէ մոռանալ, որ մենք ունենք հերոսներ եւ այս հերոսների ընտանիքները հիմնականում սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ են եւ նրանք մեր աջակցության կարիքը անպայման այսօր եւ նաեւ եկող տարիներին ունենալու են։ Հետեւաբար պետք չէ ընդհանրապես որևէ կերպ շեղվել մեր թիկունքային աշխատանքից եւ նաեւ այս առումով շատ լուրջ շեշտադրումներ կատարել այդ իրականացված դրամահավաքներից նաեւ աջակցել այդ ընտանիքներին։ Բնականաբար պետական աջակցություն կա թաղման ծախսերի հետ կապված մյուս բոլոր հարցերով, բայց մենք քաղաքացիներս պետք է ցույց տանք, որ մենք ամեն կերպ այդ ընտանիքների կողքին ենք։ Եվ ես վստահ եմ, որ մենք այդպես էլ անում ենք եւ անելու ենք եւ որևէ կերպ
մենք թույլ չենք տալու, որ թշնամու ցանկացածը տեղի ունենա մեր հասարակության ներսում։ Իսկ ո՞րն է ցանկացածը թշնամու։ Նա ցանկանում է, որ մենք մեր առօրյա աշխատանքներից շեղվենք, որ մենք չկանգնենք մեր հերոսների կողքին, որ մենք չանենք այն, ինչ որ ամրապնդում է մեր թիկունքն ու մեր բանակը, հա, պանիկայի եւ ինչ որ սխալ տեղեկությունների ետևից ընկնենք եւ դա ազդեցություն ունենա հայկական թիկունքի վրա։ Բնականաբար այս թվարկածից որևէ մեկը չի կատարվել եւ չի կատարվելու եւ բնականաբար նաեւ շատերի համար նաեւ անակնկալ մենք ցուցաբերել ենք շատ լուրջ միասնականություն, լրջագույն միասնականություն, ինչը բնականաբար ցանկացած հաղթանակի գրավականն է սահմանում։ Շնորհակալություն, այսօր այսքանը, եթերում իրական իրավունք հաղորդաշարներ, կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի։